իսկ դուք գիտեք։ Ֆոտո լուսանկարիչ Էդգար Հարությունյանը Facebook-յան իր էջում գրել է. Մեր հասարակության մեջ կա մարդկանց մի տեսակ, որի համար հայրենիքը սկսվում է Զվարթնոց օդանավակայանի անձնագրային գրանցումից եւ ավարտվում duty free օծանելիքների բաժնի մոտ։ Սեփական երկրի պատմությունն իրենց համար այնքան անհետաքրքիր է, որքան տատիկի հին լուսանկարների ալբոմը, բայց հենց հայտնվում են Հռոմում, միանգամից վերածվում են մշակութային արբանյակների։ Ձեռքին կապուչինո, ուսին բրենդային պայուսակ, շուրթերին մի հիմար ժպիտ։ Հագուստը մերկապարուհու, իսկ գլխում միակ ազգային գաղափարը սթորի անելու տեղ ունենք։ Դրանք մարդիկ են, ովքեր իրենց տնից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 7-րդ դարի վանքը չեն տեսել։ Բայց Հռոմի ամեն քարե պատի կողքին այնպիսի ակնածանքով են կանգնում, կարծես իրենց լուսանկարներն անձամբ Հուլիոս Կեսարն է լայքելու։ Իրենց երկրի լեռները չեն ճանաչում, բայց Իտալիայում պատահական քարե նեղ փողոց տեսնելիս միանգամից սկսում են կյանքը վայելել։ Երևանում աղբը մեքենայի պատուհանից դուրս կնետեն, բայց Եվրոպայում աղբն այնպիսի քաղաքակրթված դեմքով կնետեն աղբամանը, կարծես Նոբելյան մրցանակի թեկնածու լինեն քաղաքային մշակույթի բնագավառում։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք որն է։ Սրանք այն նույն դեմքերն են, որոնք ընտանիքում խաղում են պարկեշտության մարմնավորում ներկայացումը։ Սեղանի շուրջ բարոյախոս, հայրենասեր, ավանդապաշտ, այս սերունդը փչացել է ասող կերպարներ։ Բայց նույն այդ մարդիկ երևանյան եւ եվրոպական սրճարանների մութ անկյուններում իրենց չակերտավոր արժեհամակարգն այնքան արագ են մոռանում, որ չես հասցնի նույնիսկ մեկ բաժակ սուրճ ըմպել։ Ցերեկը սրբության դիմակ, գիշերը շարքային անբարոյականի հերթափոխ։ Սա այն զանգվածն է, որի համար հայրենի մշակույթը ձանձրալի կոնտենտ է, որովհետև դրա տակ բավարար լայք չի հավաքվում։ Խորովածի սեղանի շուրջ հայրենասիրական կենացներ խմող մարդիկ, որոնք պատերազմի, մշակույթի, երկրի պատմության մասին մտածում են այնքան, որքան մտածում են սրճարանում դրված անձեռոցիկի ճակատագրի մասին։ Իրենց հայրենիքի ցավը չեն զգում, որովհետև իրենց միակ նյարդային համակարգը կապված է բանկային քարտի համալրման հետ։ Ուղղակի ասեմ իմացեք, այսօր արդեն Հռոմի կենտրոնում կապուչինո խմելով ոչ մեկին չեք զարմացնի։ Տոմսերը ջրի գին, բացի այդ աշխարհն այնքան է լցվել նույնատիպ սթորիներով, նույն անկյունից արված լուսանկարներով ու նույն կեղծ լա դոլչե վիտայով, որ նույնիսկ իտալացիներն են ձանձրանում։ Նոր բան մտածեք։ Օրինակ հավատարիմ կնոջ կամ ամուսնու կերպար։ Դա հիմա շատ ավելի էկզոտիկ է, քան Դուբայի ծովափուն փողոցային մարմնավաճառի հագուստով լուսանկարված